Ֆիլմը էմիգրանտների կյանքի մասին է Ամերիկայում, այն էմիգրանտների մեծամասամբ, որ տեղափոխվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սովետական Միության փլուզումից հետո, տարբեր ռուսներ, հայեր, ուկրաինացիներ եւ այլն։ Ֆիլմը մի հայ ընտանիքի մասին է, որը երկու եղբայրների մասին է, երկու եղբայրներ եւ իրենց եւ մտածմունքը եւ աշխարհայացքները տարբեր ուղղությունների եւ իրենց ընտանիքում կատարվելիք բոլոր խնդիրների մասին։ Ֆիլմը մարդկային պատմություն է, կարող է պատահել ցանկացած ընտանիքի հետ, ցանկացած անկախ ազգային պատկանելությունը։ Այսինքն իրավիճակներ ոնց է պատահում, որ իրավիճակը ստիպում է մարդուն, որպեսզի նա կերպարանափոխվի կամ անի այն ինչ որ չի ուզել ամբողջ կյանքում անի։ Ֆիլմը ինքը մեր նախորդ ֆիլմերի նման կարատեի ակշն ֆիլմ չի, ես ֆիլմը ավելի շատ դրամա ոճի մեջ է, եւ ասեմ ձեզ, որ նոր ոչ էր ինձ համար, եւ որպես դերասան, որպեսզի խաղայի, եւ որպես ռեժիսոր, որ բեմադրեի այս ֆիլմը, եւ կարծում եմ, որ ֆիլմից հետո աշխարհը ամբողջ, երբ որ նայի այս ֆիլմը, մի քիչ ավելի ուրիշ պատկերացում կունենա ոչ թե էմիգրանտների մասին էլ, այլ ավելի շատ հայ ընտանիքների մասին, այդ թասիբ հասկացողության մասին։ Ինքը գլխավոր հերոսը, չեմ կարող ասել դրական հերոս է, բացասական էլ չի այդպես, որ արտահայտենք, բայց կարծում եմ այն ճոխությունը, այն կյանքը, այն ապրելակերպը մարդկանց, որ թվում է, որ ամեն ինչ ֆինանսի մեջ է եւ ապրելակերպի մեջ է, ճոխ, հա, ասենք թանկ մեքենաներ, թանկ բիզնեսներ, ամերիկյան վատագույն երազանք, իրականում այդ ամենի հետևում ավելի ծանր բաներ կան թաքնված, որ երևի մարդու երբ որ մենակ է լինում, մտածում է հավանաբար մեր ֆիլմի հերոսը, ես վստահ եմ, որ կուզենար, որ այդ ամենը չունենար, բայց ունենար այն ինչ որ կորցրեց։ Եվ եթե սա հասկացվի մարդկանց, ես կարծում եմ, որ սա կլինի մեր նպատակներից մեկը, որ կրկնում եմ նորից, որ սիրեն, բայց վախենան, որ նմանվեն այդ հերոսին, չունենան այդ ճակատագիրը։ Բավական մեծ գումար է ծախսվել ֆիլմի վրա։ Էական չի, թե ֆիլմի վրա ինչքան գումար է ծախսվել։ Կարող է շատ քիչ գումար ծախսել ֆիլմի վրա, բայց շատ ասելիքով եւ հարուստ ֆիլմ լինի, կարող է մեծ գումար ծախսել եւ այդ ֆիլմը ոչ մի հաջողության չհասնի։ Ես ավելի շատ դրա համար բաներ կա, որ կուզեի ֆիլմը նայեք, որից հետո ասենք, եթե հարցեր լիներ, կասեի։ Դուք բոլորը գիտեք, որ այսօր համար առաջի տեղում դա ամերիկյան հոլիվուդյան ֆիլմարտադրությունն է։ Բոլոր եւ դերասանների եւ մարդկանց, ովքեր որ ֆիլմ են նկարում, գագաթնակետը Հոլիվուդում նկարվել կամ նկարահանել ֆիլմ։ Նման երազանք ունեցել եմ ես, աշխատել եմ մոտավորապես 15-ից 20 տարի, հասել եմ այդ աստիճանին, պայքարել եմ, սովորել եմ շատ անկուն օրեր, գիշերներ, որից հետո իրականացրել եմ այն իմ ձգտումը, որ արել եմ։ Իհարկե, ես գտնում եմ, որ ամենադժվար բանը դա է, ես հասել եմ դրան, այդ տիտրոսին եւ նկարել եմ։ Հիմնական նպատակը այս ֆիլմում միջազգային մարկետ մտնելն է։ Ամենաառաջին մեր խնդիրը դա է։ Ֆիլմը Ամերիկայում պետք է վաճառվի եւ դուրս գա ամերիկյան էկրաններին, այնուհետեւ տարածվի աշխարհում։ Բայց մենք ունենք ծրագիր, որտեղ հա, մենք պետք է ֆիլմը մի քանի ֆեստիվալ հայտ ենք տվել, որ մասնակցեն, հետագայում կասենք, մի քանի երկրներում պետք է բացումներ արվի ֆիլմը, էկրանների վրա գնա, դա պատմություն է, իստորիա է ֆիլմի լինելու, այդ պատճառով եւ քանի որ մենք հայ ենք ազգությամբ, որոշեցինք ինչի՞ չէ, թե մեր ֆիլմի պատմության մեջ էլ առաջինը բացումը արվի Երևանում եւ այսօր եւ երեք մենք քննարկումներ էինք անում, ուզում ենք Ստեփանակերտում էլ բացում անենք։ Հետո մնացած արդեն կնայենք, թե որ երկրներում կանենք, մի քանի երկրում անել ենք։